Բարև ձեզ, օրվա լրահոսի կարևոր նորություններն են ներկայացնում Հորիզոն լրատվական օգոստոսի 6-ը 5-շաբթի։ Նոր կազմով կառավարությունն անցկացրել է իր առաջին նիստը։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պահպանելով շարունակական աշխատանքը կառավարությունը նաև կվերանայի իր գործունեության որոշ մոտեցումներ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ատեստավորման գործընթացը հաղթահարել չկարողացող ուսուցիչները պետք է լքեն աշխատանքը, որովհետև ըստ վարչապետի իրենց աշակերտներն են, որ չեն կարողանում ընդունելության քննությունը հաղթահարել։ Փաշինյանը կրթական ոլորտում բարեփոխումների մասին խոսելիս հիշեց սա եւ այն, որ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների մեծամասնությունը ստացել է անբավարար գնահատական։ Չենք ասում է գերազանց ստանա, գոնե բավարար ստանա։ Մենք պետք է հասկանանք, ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Նորմալ կրթական միջավայրի համար Փաշինյանը ոչ միայն կարևորեց պատշաճ որակավորված մանկավարժական կադրերի դերը, այլ նաև նոր լաբորատորիաների, մարզական ենթակառուցվածքների եւ բարեկարգված դպրոց տանող ճանապարհների։ Շուտով կլուծվի նաև տրանսպորտի խնդիրը երեխաներին դպրոցներ տեղափոխելու համար։ Վարչապետի խոսքով այս պահին էլ Երևանում կան դպրոցներ, որոնք ավտոբուսներով վարչական շրջաններից երեխաներին տանում են մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցներ։ Ծնողները ինչ են դա անում, որպես երեխեքը պատշաճ կրթություն ստանան։ Ոչ մեկ չի ասում էս, բայց ինչի այդ մարդիկ այդ երեխեքին չեն տանում իրանց շենքի կողքի դպրոց, որովհետև համարում են, որ այդ օրը այդքան ճանապարհ անցնելու արդյունքում իրանց երեխաները ավելի լավ կրթություն կստանան։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը նշեց, որ արդեն վերաբաշխումներ են կատարել եւ 1.6 միլիարդ դրամ է հատկացվել կլաստերային դպրոց տանող ընդհանուր 6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների նորոգման եւ հիմնանորոգման համար։ Ճիշտ է, ճանապարհային նոր հատվածներ են ներդրվում Հայաստանում, սակայն վարչապետի դիտարկմամբ մեծ խնդիր կա միջպետական ճանապարհներին։ Միջպետական նշանակության ճանապարհին խցանումը արդեն տենց սովորական բան է դարձել։ Ես չեմ տեսնում տարբերակ, որ մենք կարողանայինք ճանապարհների վիճակը տեխնիկական հնարավորությունները ավելի շատ արագ բարձրացնել, քան ավտոմեքենաների քանակը։ Բայց այն ռազմավարությունը, որը մենք ընդունել ենք, այդ տրամաբանությամբ մենք պետք է գնանք։ Կառավարությունը նաև սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ։ Պետնախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունը նպատակ ունի ստեղծել ժամանակակից թվայինացված եւ արդյունավետ կառավարման մեխանիզմ եւ վերահսկողության գործիքակազմ։ Ըստ նրա խոսքը 15 տարվա պայմանագրի կնքման մասին է։ Հաղթող ընկերությունը էլեկտրոնային համակարգը պարտավոր է ներդնել 6 ամսյա ժամկետում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. խաղատնային ոլորտի գործառույթներն անցնելու են ընտրված օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով։ Առաջինը ստվերը բացառելու ենք, երկրորդը այն պարագայում, երբ որ մենք մարդկանց սահմանափակումներ ենք դնում, որ իրանք չեն կարող խաղադրույք իրականացնել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, որովհետև հիմա սահմանված է, բայց շատ դեպքերում մենք պարզապես չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով։ Եվ երրորդը նաև որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու, ընդհանուր առմամբ դաշտը ավելի թափանցիկ ենք դարձնելու։ Չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել են նաև 3 նախարարության անվանափոխության նախագծերը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Մինչ կառավարության կողմից հավանության արժանանալ է նախագիծը դրվել էր հանրային քննարկման, որտեղ ներկայացվել էին մի շարք դիտողություններ եւ առաջարկություններ, հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանափոխության վերաբերյալ։ Մասնավորապես նշվել էր, որ արհեստական բանականություն բառակապակցության ավելացումը չհիմնավորված ավելորդություն է, քանի որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն հասկացությունն արդեն իսկ ներառում է այդ ուղղությունը։ Առաջարկվում էր անվանման մեջ շեշտադրել ռազմաարդյունաբերության ոլորտը դարձնելով այն բարձր տեխնոլոգիական եւ ռազմական արդյունաբերության նախարարություն։ Անվանափոխությունը իրագործելու համար տասնյակ օրենքներում փոփոխություններ տեղի կունենան, ինչի համար կառավարության առաջարկով ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։ Մարինե Դվոյան, Հորիզոն։
Қырғызստանի Չոհբոնատա քաղաքում անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին։ Қырղызստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ռուսաստանի և Հայաստանի առևտրաշրջանառությունը 2026 թվականին նվազել է 2/3-ով։ Қырғызստանում Եվրասիական միության անդամ պետությունների վարչապետների հավաքին ընդառաջ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ 2024 թվականին Ռուսաստանի ու Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային 12 միլիարդ դոլար ցուցանիշի, իսկ նախորդ տարին նվազել է մինչև 8 միլիարդի։ Այս տարի, սակայն, ապրանքաշրջանառությունը դրամատիկ անկում է ապրում։ Այն կազմում է 2025-ի ցուցանիշի 2/3-ը, նշել է ռուսաստանցի պաշտոնյան, կանխատեսելով, որ անկումը շարունակվելու է։ Իրավիճակը, որն այժմ ստեղծվել է ԵԱՏՄ և Հայաստանի միջև, կանխատեսելի էր։ Վերջին 2 տարիներին մենք մեր հայաստանցի գործընկերներին զգուշացնում էինք, որ նման ռիսկեր, այդ թվում առևտրաշրջանառության անկման ռիսկեր առկա են, նշել է Օվերչուկը։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է կիրառում Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների համար։ Բաքվի վերաքննիչ դատարանը հրապարակել է հայ գերիների շինց ու դատավճիռների վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր որոշումը և դատարանի 2026 թվականի փետրվարի 25-ին կայացրած դատավճիռները թողել է անփոփոխ։ Հիշեցնենք, որ շինցու գործերով Արայիկ Հարությունյանը, Լևոն Նացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ՑՄ ազատազրկման, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադադ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը 19, Գարիկ Մարտիրոսյանը 18, Դավիթ Ահլավերդյանը և Լևոն Բալայանը 16, իսկ Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։ Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Յարոսլավլի Սլավնեֆտ Յանոս նավթավերամշակման գործարանին, գրել է Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։ Նա ընդգծել է, որ օբյեկտը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից 700 կիլոմետր հեռավորության վրա։ Ինչ իրավիճակ է Իրան-ամերիկյան կոնֆլիկտում։ Վերջին տեղեկություններով Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Իրանը եւ Օմանը մոտ են Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության պայմանների վերջնական մշակմանը, հայտարարել է Իսլամական պետության փոխարտ կուրսնախարարը։ Այնուամենայնիվ Քազեմ Ղարիբաբադին զգուշացրել է, որ համաձայնագիրը ավտոմատ կերպով չի վերաբացի ջրային ճանապարհը։ Նաեւ իրանական կողմը հերքել է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցության հնարավորությունը, նշելով, որ Օմանի հետ իրենց բանակցությունները բացառապես երկկողմանի են։ Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունները խառնաշփոթ կլինեն եւ որ իրանցիները չափազանց դժվար մարդիկ են, ճեղքված համակարգով։ ԱՄՆ փոխնախագահը եւս մեկ անգամ ասել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման։ Մարդիկ փորձում են նախապես դատել, թե այն կոնկրետ ինչպես է ընթանալու։ Վստահությամբ կարող եմ ասել, որ այն ընթանալու է մի ուղղությամբ, որը լավ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Իր հերթին Իրանը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին, որ իր տարածքում ԱՄՆ-ի ցանկացած նոր հարձակում կհանգեցնի տարածաշրջանի կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների դեմ պատասխան գործողությունների։ Թեհրանը ձգտում է բարձրացնել ռազմական գործողությունների արժեքը, սպառնալով Վաշինգտոնի ամենամոտ տարածաշրջանային դաշնակիցներին։ Նախազգուշացումը հնչել է բարձր մակարդակի դիմանկարագիտական շփումների միջոցով, այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը սպառնացել էր հարվածել Իրանի էներգետիկ ցանցին եւ մյուս ենթակառուցվածքներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտնել էր, որ Իրանը եւ Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ։ Reuters գործակալությունը հայտնում է, որ այժմ Իրանի եւ Օմանի ներկայացուցիչները քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի միջոցով փոխադրվող բեռի հայտարարագրված արժեքի 3%-ից մինչև 7%-ի չափով գանձումների հնարավորությունը։ Ըստ գործակալության, իրանական կողմը պահանջում է սահմանել 5-ից 7% գանձումներ։ Օմանը
Թեհրանն առաջարկում է սահմանել ավելի ցածր դրույքաչափ 3%, ընդ որում Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է Հորմուզի նեղուցով տարանցման համար հօգուտ Իրանի որևէ սպասարկման վճարի։ Այս ընթացքում CNN-ը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով։ Հաղորդում է, որ 7 բեռնատար նավ անցել է Պարսից ծոցով, իսկ 3-ը Օմանի։ Նաև վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 19 առևտրային նավ է անցել Բաբ el-Մամդեբի նեղուցով, նշել է հեռուստաալիքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգների զենքի պակասի վերաբերյալ հայտարարություններին։ Նա նշել է, որ դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են եւ նրանց համար երկարատև ազատազրկման ժամկետներ են պահանջվելու։ Միացյալ Նահանգներն ունի ռազմամթերքի հսկայական քանակություն, բացի դրանից այլ երկրներում մեծ քանակությամբ ռազմամթերք է արտադրվում եւ ըստ անհրաժեշտության ուղարկվում Միացյալ Նահանգներ։ Ռազմաարդյունաբերական գործարանների եւ ֆաբրիկաների ամենամեծ թիվն է հիմա երկրի ողջ պատմության ընթացքում։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում էր լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին, սակայն ինքը վերջին պահին չեղարկել է այդ ծրագիրը եւ հայտարարել բանակցությունների նոր փուլի մասին, հայտնում է Fox News-ը։ Մենք պատրաստ էինք երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր հարձակմանը, բայց նրանք զանգահարեցին ինձ եւ ասացին. «Խնդրում ենք, մի արեք դա, եկեք խոսենք»։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ նա խնդրում է խնդրին դիվանագիտական լուծում տալ, ոչ թե նոր ռազմական գործողություններ իրականացնել։ Այդուհանդերձ նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Ես կնախընտրեի համաձայնության հասնել, քանի որ չեմ ցանկանում մարդկանց սպանել, բայց Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, ասել է ԱՄՆ նախագահը։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Գյումրիի բնակֆոնդի հարյուրավոր բազմաբնակարան շենքերից 14-ի տանիքները վերանորոգելու ծրագիր ունի քաղաքապետարանը, որի համար միջոցներ կողմեն քաղաքային բյուջեից։ Առաջնահերթորեն ծրագրում հայտնվել են այն շենքերը, որոնց քանդված վնասված տանիքները հնարավոր չէ համատիրությունների միջոցներով նույնիսկ մասնակի վերանորոգել։ Այդ 14 շենքերի տանիքները հունիսյան կարկուտների հետևանքով չէ, որ խիստ վթարային վիճակում են հայտնվել։ Դա բալկեկն է, սաղ պտած են, արդեն իրանց ֆունկցիաները ստոյկեկն են պայողը։ Տիգրան Մեծի ութային շենքերից մեկն է, որի տանիքը հունիսին տեղացած կարկուտների չէ, որ հասել է այս վիճակին։ Ծակ-ծակ թիթեղները տարիներով պահում են շենքը։ Գյումրիի բնակֆոնդը ուսումնասիրել է քաղաքապետարանը ու առանձնացրել վերանորոգման ենթակա տանիքներով շենքերը։ 30-ականներին կառուցված Տիգրան Մեծի 8 բնակելիի վերևի հարկերի բնակիչները տեղումների ժամանակ ամեն ինչ անում են, որ ջրերը չհասնեն ներքևի հարևաններին։ Ամանների մեջը շուշուտ կթափենք ու չելնի թափի։ Այս ամանները ես եմ ընթացքում հավաքել տարել եմ, որովհետև ընթացքում շատացել է կատոսներ, ժեշտերը քայքայվելուց հետո։ Մեծամասնությունը ավերված է։ Փողոցից էլ որ նայեք կտեսնիք, որ այդ տանիքը տանիք չէ։ Կեսը թիթեղ է, ես գիտեմ, շենքի կառուցման օրվանից ոչ մի տանիք չի ներկվել, ոչ մի տանիք չի փոխվել։ Բնակֆոնդի վիճակը ուսումնասիրելուց հետո տանիքների հրատապ վերանորոգման ընտրյալ շենքերի ցանկում են հայտնվել 14-ը։ Դրանք կարկուտից տուժած չեն, բայց վնասվածության աստիճանով էլ պակաս չեն։ Նախագծողին տեղ առաջադրանքով ներկայացվել է պայման, որպեսզի նոր կդուր կազմակերպվի, կառուցվի նոր կդուր, այսինքն հինը լրիվությամբ հանվում է եւ առավել 14 վնասված կդուրները լրիվությամբ պետք է փոխվեն։ Քաղաքային բյուջեի միջոցներն են ծախսվելու տանիքների վերանորոգման ծրագրով։ Քաղաքաշինության պատասխանատուն ժամկետ է նշում, որ մինչև օգոստոսի 15-ը պատրաստ են լինելու յուրաքանչյուր շենքի համար մշակվող նախագծերը։ Հույս ունի, որ մինչև աշուն քաղաքապետարանը մրցույթով հաղթող շինկազմակերպություն կգտնի։ Ծախսերի հստակ հաշվարկ եւս չունեն, պատասխանատուն ասում է, որ քաղաքային բյուջեի հատկացումների չափը հայտնի կդառնա նախագծային փաստաթղթերը կազմելուց եւ շինմրցույթի արդյունքներից հետո։ Անձրևը կուկա նույն րոպեին ճնշումս կբարձրանա, որտեղ գիտեմ, որ նույն վիճակը նույն լիճը կոյանա։ Անի թաղամասի շենքերից մեկի բնակիչն է, բնակելիի տանիքը վերանորոգվողների ցանկում չէ։ Հունիսի 19-ի խոշոր կարկուտից ու ուժեղ քամուց է վնասվել տանիքը։ 34 շենքի վերջին 4-րդ հարկում է ապրում։ Թիթեղից տանիքը քամին է պոկել, ձեղնահարկի իր բնակարանը բաց երկնքի տակ է արդեն 2 ամիս։
Երկու ամիսի արդեն ես պատվանները կբաց թոնամ ու խոնավությունը դուրս գա, բայց մինչև երբ աղջիկ ջան, ինձ ձևի անձևը կլծված տունը չեր կատա, կչրար ինքը։ Մենակ է ապրում շենքի ձեղնահարկում օգնող չունի, տանիքի վերանորոգման հարցով ամեն օր համատիրության դռներն է թակում։ Բարեկամություն համատիրության սպասարկման տիրույթում գտնվող 55 շենքերից 35-ը վատ վիճակում են։ Բնակիչները գույքահարկ են մուծում, վարձավճար են տալիս, բայց հավաքած գումարները միշտ համատիրություններին չի հերիքում վերանորոգումներ անել շենքերում։ Մեծ աշխատանքներ չեն կարող կատարել, որովհետև 2010 թվականից ինչ սկսած 10 դրամ քառակուսի մետրը մեր մոտ չի ավելացել, մինչև օրս։ Ամեն ինչ թանկացել է, շինարարական նյութ, ամեն ինչ, բայց պարտադիր նորմերի վարձավճարը չի ավելացել արժեքը։ Իսկ թե ինչ են անում մեկ քառակուսի մետրը 10 դրամ հաշվարկով վճարած գումարները Կարին համատիրության նախագահն է ցույց տալիս։ Կատոց կար բնակիչների փողոքից, այդ սև կպչուն ժաբավեններով փագել եմ անցքերը, բայց անցքերն այնքան մեծ են, որ այդ սկոչը պահվում է ժամանակավոր։ Մի շաբաթ, 2 ամիս, 3, բայց հետագայում այդ սկոչը խնդիր կունենանք մենք հետագայում, ամբողջ կրիշի հետ կապված։ Կպչուն ժապավենները թե ինչ օգուտ են տալու կարկուտների եւ անձրևների ժամանակ բնակիչների պատեր ու առաստաղներն են ապացույց։ Հունիսի 19-ի կարկուտից անի եւ մուշ թաղամասերի շենքերի մեծ մասն է տուժել։ Կարին համատիրության նախագահը գույքագրել է, որ իր սպասարկած շենքերից ամենաքիչը 8-ի տանիքները հիմնովին վերանորոգման ենթակա են։ Համատիրությունները 3-րդ տարին է հրատապ խնդիրների լուծման համար քաղաքապետարանից դոտացիա չեն ստանում, նշելով, թե թիմից մեկ էլ հունիսյան տեղումներից հետո են համատիրություններին հիշել։ Մարինե Տերբինյան, Արարատ Սատուրյան, Հորիզոն։ Այսքան այն ժամի լրահոսում առավել ընդգրկուն տեղեկատվությանը հետևեք հաջորդ թողարկմանը։